Եթե փորձեմ առանձնացնել հետաքրքիր բան, կուզեմ ես ինչ-որ հետաքրքիր բան ասեմ, որի մոտ տպավորվել է, դու էլ Սյունիքից կարող ես պատմել, ես քանի օր ինչ հետաքրքիր բան է եղել։ Տես, երբ որ Շենգավիթում էինք, քայլում էինք, տատիկ կար մի հատ, տիկին Սվետիկը ասաց։ Ասում եք, գիտեք ինչից եմ վախենում, ինչ որ հին վատ բարքեր, որ հետ կգա, Ղարաբաղյան կլան ու այս կարգի բաներ, ու հետո երբ որ սկսեցինք ավելի մանրամասն բացատրել, որ չկա նման բան, նախենիշ դու գիտես չափազանցված է, բայց ինչ հասկացա, որ իսկապես շատերի մոտ այդ արմատացած հակակարողությունը իր դերը խաղացել է։ Վերջում ասեց, տղա ջան, ասում եմ, քեզ նենց ուրիշ ձև էի պատկերացնում, ասում եմ, ընդհանրապես չէի սպասում, էլի, ու իսկապես հասկանում ես այն տարիների տարածած այդ թույնը, գեղձիքը իրականում մարդկանց գլուխը ցավոք մոտել է, դու ասասյունի գանցանցավ։ Դե Սյունիքյան այցը սկսեցինք Քոչարյանի հանձնած մեղրից։ Այնտեղ հավես շփումներ ունեցանք, ինձ մի մայր մոտեցավ, ասեց, ես ուզում եմ ձեզ ընտրել, բայց այնքան են մեզ վախացրել պատերազմով, ինչ եք կարծում, պատերազմ կլինի, իր տղան այս պահին ծառայում էր բանակում։ Ասեցի, Նելի էր ան, աստետիկին Նելի, իմ տղան էլ է, հաջորդ իշխանության օրոք էլ իմ տղան է գնալու բանակ, ինչ եք կարծում։ Ես կուզենամ, որ մենք այնպեսի բան անենք, որ պատերազմ լինի, հակառակ ամեն ինչ անելու ենք, որ բացառվի պատերազմը։ Ու այդ մեսիջը անընդհատ մենք մեր ժողովրդի պետք է տանք, որովհետև խայտառակ քարոզչություն է գնում այդ պատերազմի։ Ես գում եմ, երբեմն ասում եմ։ Ոչ միայն պատերազմի քարոզչություն, նաև ինչ են ասում, այդ հակակարոզչությունը իրանց, ասում են, եթե իրանք ընտրվեն, Ուկրաինային ուղարկելու հայ զինվորներին, էլի, էս խայտառակ գովազդները տեսել ես չէ։ Տեսել եմ, ասենք, ինչքան պետք է ստոր լինես, էլի, որ նման կեղծ բան ու ինչքան գումար են ծախսում նաև այդ հակակարողության վրա։